Նինոսմինդայում բացի հացահատիկային ցանքատարածություններից ու կարտոֆիլից բնակիչներն աճեցնում են բանջարաբոստանային բույսեր, որոնց համար պահանջվում է երկար ու համբերատար խնամք։ Այս թեմայով մենք կրկին Չափանյանների բանջարանոցում էինք։ Տիկին Հռիփսիմեն, չնայած այդքան էլ գոհ չէր այս տարվա կաղամբից, բայց սիրով կիսվեց վերջինիս հանդեպ կատարած աշխատանքի մասին։ Առհասարակ լախանան պահանջեք աշխատանք անպայման։ Սկզբեն սիթիլասնինք է, Եդև տնգինք է, պարտադիր ջարել է պետ լախանին։ Ջուր չեղավ լախանան չլի, անցյալ դարվա համեմատ, այս տարիմ լախանաս վատ է, հերվա համեմատ, այդ ման հաջող չէ իշխոր ես հերու լախանա ունեի։ Անպայման իսոր ջուր է պետք, ջարով, թրթուր մերթուր թնելու դեպքում պիտի զգուշալ իսոր թրթուրոր գտնե տեղի սկիչեմ, բայց մինք չինք ունեց է, այդ բանը չեղե։ Ընդհանուր առման պահան լախանին վիճակ այսքանն է։ Եթե ունենասի ինք իշկանոր տնգել եմ ես այսքանոր ինքը գալող տավածալի լարիվ, լավ գալող տավածալի։ Ես լախանա հետ չէի գնե, բայց այս տարի ինձ գտավար ես գնեմ պիտի, որովհետև այն հաջողությունը չէ լախանի մեջ։ Բացի կաղամբից նա ունի նաև փոքրիկ ջերմոց, որտեղ արդեն կարմրին են տալիս պոմիդորները, իսկ վարունգի վերջին պտուղներն էին մնացել։ Ավելորդները հանինք է, էման գալու սկզբեն նոր գալիս հաղ կադրինք է։ Հարսս ինքը շատ հետաքրքիր է ասունց։ Այսինքն սաղ ֆիարենք այնաս ազատ նկարեց սաղ։ Ջերմոցը ամեն տարվան են առավել է եղել այս տարի։ Եթե չխափեմ ես ձեզի 30-35 բանկա մենակ վարունգ եմ փակի այդ ջերմոցը։ Պամիդորնը հələ նույն է սկսե կարմրել, պամիդորի վիճակն է տեսակիցը։ Լախանան մինչև նոյեմբեր պետք է մնաց ուսուցամիրա։ Ցարդի մոմենտները բդինք է ցուդ առնի, որովհետև նոր լախանան կդրից։ Բայց ջերմոցը ինքը պաղավ արդեն, всё, հայ վարունգները օրինակ կան 4 հասնիչ։ Արդեն որ կզգաս որ չորնակը, բայց կա մեկ օր կաշխատի հələ։ Պամիդորի ներկար ժամանակ է, պետք մի ամիսմա կարևոր որ պամիդորը իրեն աշխատանքը վերջացնի։ Դժվարությունը շատ է։ Բայց տնական ապրանքը յուրաքանչյուրից հայտնի որ լավ է։ Օրինակ ես 5 հատ կով կպայեմ, 5 կովի մեջ որ ես երթամ կարակ կանեմ, դիք ինձ ամոթ է։ Տանջանքնա շատ է։ Կենինք։ Թե չէ որ վերցնես բարձր դժվարություն կա, բայց 1-2 շահունից։ Աշխատասեր մարդու համար չկա անհնարին ոչինչ, հողից հաց քամել։ Ահա այս խորիմաստ արտահայտությունը բնութագրում է տիկին Հռիփսիմեին, ով օրնիբուն աշխատում է ընտանիքին մաքուր ու անարատ սննդամթերք ապահովելու համար։